Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին թիրախավորվեցին և խոցվեցին հայ ժողովրդի ազգային արժեքները, սրբությունները, պետականությունը և եկեղեցին։ Ղարաբաղյան կլանը զավթեց Հայաստանում ժողովրդի իշխանությունը, ձևավորեց օլիգարխիայից, բանդիտներից, ջեբկիրներից կազմված իշխանություն։ Նրանց փաստորեն կոլեգա Կտրիչ Ներսիսյանն էլ խախտած լինելով կուսակրոնության ուխտը իր նման մի քանիսի հետ նույն օրը, նույն պահին, երբ ազգային ժողովում գնդակահարվում էին պետական գործիչները, զավթեց հոգևոր իշխանությունը։ Ավելի մեծ և թիրախային հարված հնարավոր չէր հասցնել հայ ժողովրդին։ Եվ այս կետից սկսվեց տասնամյակների աղետը, որպես գույք պարտքի դիմաց տրվեցին Հայաստանի տնտեսական, էներգետիկ կարևորագույն նշանակության օբյեկտներ, փաստացի հայ ժողովրդին զրկելով սեփական երկրում հարստանալու և իր երկիրը հարստացնելու, հզորացնելու հնարավորությունից։ Ժողովրդական լեզվով ասած, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մեզ առաջին փուլով կտրեցին փողից, որ այլոց հովանավորչության, բարեգործության, պաշտպանության հույսով ապրենք։ Հետո վերջնականապես զրկեցին ժողովրդին սեփական երկրում ընտրելու, որոշում կայացնելու իրավունքից։ Ասել է, թե մեզ ուղիղ ասեցին, որ մենք չենք մեր երկրում տերը, տերը չենք, մենք մեր տանը։ Ռոբասերժականները ուղիղ մեզ հետ էին ասում տասնամյակներ շարունակ։ Բայց այս ամենը առավել սահուն իրականացնելու համար պետք էր ժողովրդին էլ ավելի ճնշել, էլ ավելի ստորացնել ու զրկեցին նաև մեզ կրթության, ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։ Եվ այս գործը ստանձնեցին դաշնակները, ինչպես մի շարք այլ կեղտոտ ու արյունոտ գործեր։ Դպրոցական դասագրքերից մինչև գիտական հոդվածներ լցվեցին կեղծիքով, ամեն բան արվում էր, որ թաքցնեն պատմական փաստերով հիմնավորվող իրենց դավաճան ու ստահակ դեմքը։ Ու այսօր էլ եկել են, քննադատում են փաստը, որ մենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ են կառուցում, ինչ-որ ժամկետներ են քննադատում և այլն, ու ասում են, թե բա մեր ժամանակ, իբր թե Քոչարյանի ժամանակ, ինչ-որ 200 դպրոց է կառուցվել, բա ես էլ ընկած մանեմ գալի ով էր այդ դպրոցները կառուցել, ոչ սեյսմիկ, ոչ զուգարան կար նորմալ, ոչ ջեռուցում կար նորմալ, ոչ ապաստարաններ կար նորմալ, դուք եք այդ դպրոցները դուք եք կառուցել, որ մենք հիմա ստիպված զրոյից վերակառուցում ենք ձեր այդ իբր թե սարքած դպրոցները, որը կեսը մեջ էիք արել, կեսը գոմ էիք սարքել, կեսն էլ ձեր տունն էիք սարքել։ Հազարավոր երեխեք էլ զրկելով կրթության իրավունքով, որ մեծանան մի միջավայրում, որտեղ դուք իրանց հետ ինչ ուզենաք կարանաք անեք, այ դուք, պարոն Խաչատրյան, լավ եկաք, ուր են ձեր դաշնակ գործընկերները։ Ու հետո էլ մյուս դաշնակն էլ Գեղամը, Մանուկյան, գալիս է այստեղ, ասում է, ես խոսում եմ հազարավոր զինվորականների անունից ու բանակից է խոսում, որ էլի պղծել են։ Դու քո անունից չես կարում նորմալ խոսած, դու ո՞ս կարաս հազարավոր մարդկանց անունից առասարակ խոսաս։ Ու բանակից հեռու մնացեք առասարակ, դուք չեք զանգում հրամանատարների պատերազմի օրերին աղաչում, չգիտեմ ինչ էր խոստանում, որ տանկերը պտտեն դեպի Երևան։ Այ դավաճաններ, այ հողատուններ։ Եվ ահա այս միջավայրում, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, որտեղ չկան իրավունքներ, հարստանալու միջոց, լավ կրթություն ստանալու եղանակ, ծնվում են բարեգործները, որոնք այդ նույն մարդկանց հաշվին հարստանալով գրոշներ են շպրտում ժողովրդին, թե բա մենք բարեգործ ենք, թե բա մենք լավություն ենք անում, որ վերջնականապես ստորացնեն մարդկանց, մուրացկանի հոգեբանություն ներարկեն, թալանեն ու կառավարեն ոնց ուզում են։ Սրանց մոտ հակառակն է եղել, աղքատներից գողացել են, բաժանել են հարուստներին, Ռոբին Հուդը սխալ են հասկացել սրանք երևի երեխա ժամանակ։ Սխալ հեքիաթներ են պատմել սրանց երեխա ժամանակ։ Օրինակ այս փոքրիկին սխալ հեքիաթներ են պատմել երեխա ժամանակ, որ գալիս տեղ ինչ-որ ճորո բաներ, դու սուս մնայիմ ելույթի ժամանակ ընդհանրապես, ձայնդ կտրիր, սսկվիր տեղդ Գեղամ Մանուկյան, սսկվի ձայնդ չլսեմ իմ ելույթի ժամանակ, ձայնդ չլսեմ, սսկվի ստահակ, Պարոն Հովհաննիսյան, դուք էլ հարգալից գտնվեք խնդրում։ Ու շարունակեմ ներողություն։ Ու մի հատ էլ այդ բարեգործները գալիս են մունատ են գալիս, մատ են թափ տալիս հայկական պետականության ու հայ ժողովրդի վրա։ Դե բա փող ենք տվել, ինչ կուզենք կանենք։ Կարողա գիտեք, այս ձեր օբյեկտն է։
Փող ենք տվել, օբյեկտ եք սարքել այս պետությունն ընդհանրապես։ Կառավարական առանձնատունը մենք ենք սարքել, թքած ունենք հեցի վրա։ Այդ տաշիր պիցաների վրա էլ ոնց որ թքած ունեք, ժողովրդին հաց եք տալիս, որտեղ մտան պարզվեց հակասանիտարական վիճակը։ Տենց եք դուք այս ժողովրդին սիրում, հա? Հայ ժողովուրդը հաց ուտող ժողովուրդ է, դուք այս ժողովրդին ոնց որ ընդհանրապես չեք ճանաչում, դուք լավ չեք ճանաչում։ Այլ ճարճուն են դեսանտ են իջացրել, հեսա պարաշուտները կհավաքենք ձեր դեսանտների, տենանք ինչ եք անելու։ Ու դերս ընդդիմությունն էլ հեցի ազգայնացման թեման վերցրել է, գալիս ասում է, հեց ազգայնացնում են, որ տան բանին, թուրքերին։ Ու դա ասում է Արագավազ դաշնակ իշխանը, ավելի մեծ տխմարություն, ներողություն հնարավոր չի։ Ձայնդ կտրիր Գեգամ Մանուկյանի, ելույթի ժամանակ քանի անգամ քեզ ասեմ։ Քանի անգամ քեզ շապերդ կգծեմ, հանգստացի։ Պարոն Մանուկյան, լրեք։ Հանգստացիր Գեգամ Մանուկյան, սուս մնա։ Պարոն Հովհաննիսյան, այո, խնդրում եմ հարգալից։ Այո, հարգալ ես անհարգալից բառ չեմ օգտագործում, կարծում եմ արձանագրում եմ ճշմարտությունները, պարոն Հովհաննիսյան, որը ցավոք սրտի շատ դաժան է։ Ու վախերի մասին եք խոսում, թե բա մենք ինչ-որ մարդկանց ենք ուզում վախեցնենք, հա։ Մենք ժողովրդի անունից ձեզ ենք վախացնում, ձեր վախը նենց ենք բռնելու, դուք չեք էլ պատկերացնում։ Մենակ դուք եք մեր թիրախը, ով պետքա վախենա մեզանից, որպես ժողովրդի ներկայացուցիչներ այս ազգային ժողովում։ Հակաշներից օղարեք։ Հակաշներից օղարեք ասեցի, իսկ ինչ էր անում, հոգևոր իշխանությունը։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ, նախ մի հրարեք իրավիճակը դահլիճում։ Եվ խնդրում եմ հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ ու նույնիսկ բարձրախոսը կանջատեմ։ Մի արեք այդ բանը։ Շատ լավ, պարոն։ Դա վերաբերում է բոլորին։ Շատ լավ, պարոն նախագահ, շարունակելով։ Ու ինչ էր անում հոգևոր իշխանությունը այս ընթացքում։ Բացահայտ ախպերություն էր անում օլիգարխիայի քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների, թալանչիների, բարձվում են նաև անառակների հետ, չնայած այս դեպքում ախպերություն բառը այդքան էլ չի նկարագրում իրավիճակը։ Եվ այսօր էլ փորձում են կոծկել իրենց սրբապղծությունները, ասում են դուք եկեղեցու դեմ եք պայքարում։ Մենք եկեղեցու դեմ չենք պայքարում։ Մենք պայքարում ենք, որ հոգևոր իշխանությունը զավթացների ձեռքից եկեղեցին վերադարձնենք ժողովրդին, ինչպես որ իշխանությունն ենք վերադարձրել ժողովրդին։ Ուղիղ ասում ենք, Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, առնվազն 1 զավակ, եւ պետք է ազատի Աստծո տունը իր պես սրբապիղծների հետ միասին։ Լսեցի որոշ եկեղեցականներ ասում են մենք Գարեգին Բեին այլընտրանք չունենք, ինչը աբսուրդ է ուղղակի եւ կարծում եմ լկտիություն, որովհետեւ չհերքել այդ փաստը եւ ասել, որ մենք այլընտրանք չունենք, նշանակում է, որ մնացած այլընտրանքներն առնվազն 1-ից ավել զավակ ունեն։ Ասենք չգիտեմ սա ինչի մասին է։ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի եւ պետք է հեռանա, եւ այս գործընթացը պետք է ընթանա համաժողովրդական համերաշխության ու համաձայնության մթնոլորտում հանուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, որքան էլ փորձեն սրել իրավիճակը, շեղել մեզ այլ հարցերով։ Եվ իրապես ներողություն եմ խնդրում էմոցիայի համար, մեծարգո վարչապետ, մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Եվ մի հին, բայց կարծում եմ շատ տեղին անեկդոտ կա, ասում է Սերժն ու Քոչարյանը ընկնում են դժոխք ու իրանց հետ մի շարք իրանց նման ղեկավարներ, որոնք գեղեցել են իրանց ժողովրդին, սատանան հերթով կանչում է, ասում ով ամենադաժան բանը ասի, որ ես ժողովրդի հետ անեմ, որ էլ չեմ կարում, էլ նոր մեթոդներ չեմ կարում մտածեմ, իրանք ուղարկեմ հետ երկիր, որ իմ գործը ոնց որ ներքևում անում էր, տենց էլ շարունակի անել, տենց հերթով գալիս են սատանան, ասում է, չէ, ես քեզանից գող չեմ, դու այրվեցիր դժոխքի կրակներում, մյուսն է գալի, ասում է, դու էլ գնացիր Սերժի ու Քոչարյանի հերթն է գալիս են ասես փսփսում են սատանայի ականջին, սատանան ասես լսում, ասում է, մեղա քեզ Տեր Աստված։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ։ Հաջորդ